Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը։ Այն կառուցում է Բագեզյան ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև Մերիդիան ազատ տնտեսական գոտում եւ նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում։ Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-ից 600 նոր աշխատատեղ, իսկ առաջին մասնաշենքը պատրաստ կլինի տարեվերջին։ Ոսկերչական իրերի արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն եւ Թուրքիա։ Այնուհետև վարչապետն այցելել է Արմավիրի պահածոների նախկին գործարանի տարածք, ծանոթացել գործարանի վերագործարկման ծրագրերին։ Սարգիս Կարոլինա ընկերությունը նախատեսում է առաջիկայում գործարանում իրականացնել վերակառուցման աշխատանքներ եւ կազմակերպել մեծածավալ մթերումներ։ Գործարանում նախատեսվում է նաեւ կազմակերպել մանկական կերերի արտադրություն։ Ծրագրի ներդրումային ծավալը ընդհանուր առմամբ կկազմի 7-ից 8 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է վերենշված ներդրումային ծրագրերի իրականացումը եւ նշել, որ կառավարությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարբեր միջոցներով ցուցաբերել օժանդակություն։ Արմավիրի մարզպետարանում Կարեն Կարապետյանը հանդիպել է նաեւ մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ քննարկել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը։ Վարչապետի խոսքով կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ախտորոշվել են տարբեր ոլորտների խնդիրները եւ ամփոփվել կատարված աշխատանքները։ Յուրաքանչյուր համայնքի պետ, յուրաքանչյուր քաղաքապետ, յուրաքանչյուր մարզ պետք է հստակ իմանա մյուս տարի ինքը ինչ է ուզում ունենա, այն մյուս տարի ինչ է ուզում ունենա եւ ինչն է, որն է իր ռեսուրսը, ինչն է իրան խանգարում դա անել։ Ու այս պետք է լինի բանաձե։ Վերջը այս երկիրը մենք ենք կառուցել, ոչ մեկ չի գալու։ Հիմա մենք իրականում ոնց է մեր տան մեջ բյուջեն, ոնց ենք չէ ծախսում, այսքան եկամուտ ասում ենք լոնքդ պետք է գցես դրա։ Հենց սկսում ես պարտկով ապրել, եւ այդ պարտքը չի բերում լրացիչ արժեք, խնդրեմ ես ունենում։ Շատ համարձակ պետք է գնանք առաջ ու ամեն ինչ լավ անելու։ Կառավարման մեջ մի հատ պարզ ճշմարտություն կա, որը ձևակերպվում է սենց։ Եթե դու գիտես ինչ ես ուզում ստանաս, ապա դու շանս ունես այդ ստանալու։ Կարող է չկարողանաս ստանաս մուսկուլը չերիքի, փողը չերիքի, թիմը չերիքի, բայց գոնե նպատակը պետք է ունենաս։ Բայց եթե դու նպատակ չունես, դու ոչ մի ձև շանս չունես այդ հասնելու։